Որդուս երազանքներ ինչ որ գյուղական համայնքում լինի այդ տունը ու սահմանին մոտիկ լինի։ Այդպես ուղղակի չստացվեց Նժդեհ գյուղում տուն գնելը, որովհետև այնտեղ հարմար ինչ որ տարբերակներ չգտանք, բայց բնունից շատ պատահական տղաներից մեկը մեր գյուղի ասեց, որ մեր գյուղում տուն կա, կարող ես գալ նայել, եկա նայեցի ու քանի որ հողակտորն էր մեծ, հենց միտված էի մեծ լիներ հողակտորը, որտեղ որ կարողանամ Էդգարիս երազանքներից ու նպատակներից ատրիբյուտներ ավելացնեմ վրա, որից մեկն էլ հենց այս պրոյեկտով տունն էր, հյուրատունը, ու այդպես ստացվեց։ Բնունիսը արդեն ինձ համար ոչ միայն տուն է, այլ նաև ապրելակերպ, ու ես բնունիսից այն կողմ իմ կյանքը չեմ էլ պատկերացնում, չեմ ասում Հայաստանի ծայնկում, ես ասում եմ բնունիսի ծայնկում, Հայաստանի ծայնկում այսպես թե այնպես չեմ պատկերացնում, բայց ծնունդով երևանցի լինելով ինձ համար հոգեհարազատ է այս պահին բնունիսը, որովհետև այստեղ հոգի եմ դրել ու շարունակում եմ ու հենց այդ միտումով էլ եկել եմ, որ պետքա այն գյուղերը, որոնք օրինակ լքված են, քիչ բնակչություն ունեն, կոպիտ ասած մեռնող գյուղեր են, այդ գյուղին ինչքան որ հնարավոր է իմ ուժերի ներածին չափով օգտակար լինեմ եւ նոր շունչ տամ։ Նռնակաձիգ ա եղել Էդգարը, շատ 5 օր, շատ ինքնակազմակերպված մարտերի մեջ ա եղել ու իր մարտական ուղին էլ որ կարդում եմ, ես ինքս որպես մայր ուղղակի փշաքաղվում եմ ու ինքս իմ վրա զարմանում եմ, ասում եմ, որ քթիս տակ կառյուծ եմ մեծացրել ու տեղյակ չեմ եղել։ Էդգարը ինքը շատ կազմակերպված, շատ կենսուրախ, կյանքով լեցուն, հումորով, կամեցող, բարի, չգիտեմ, բառերը երբեմն քիչ են լինում իմ տղային բնութագրելու, բայց երբ որ իր ընկերներն ու իր շրջապատն են իրան բնութագրում, բնականաբար իմ համար զարմանալու ոչինչ չկա։ Ինչ որ իմ կյանքում պատերազմից հետո լինում են, ես միշտ մտածում եմ, որ Էդգարի մատը տեղ միշտ խառն է, ինքը կա, ինքը առաջնորդում է, ես չեմ պատկերացնում, որ ինքը չկա, որտեվ իրականում ինքը իմ մեջ է ու մենք հոգևոր կապվածություն ունենք իրար հետ։ Երբ որ մայրը իմանում է իր որդին չկա զոհվել է ու չի տրվում էմոցիաներին, ուղղակի մտածում է բանականությամբ, ամեն ինչ անում է, որ գոնե շիրիմ ունենա, որ կարողանա հետո գնա, խնկարկի, խոսի, կիսվի, իհարկե ես միշտ ասում եմ, իմ համար հոգևոր կապը ավելի կարևոր է, քան այդ քարե աշխարհը, որտեվ ես միշտ ասում եմ մեր հյուրերին էլ, որ գալիս են հյուրատուն, ասում եմ Էդգարը կա, պարզապես տանը չի, այնպես որ դուք էլ տենց իմացեք, որ Էդգարը կա, պարզապես տանը չի, ես միշտ իր հետ խոսում եմ, ինքը ինձ ուղղորդում է, ինքը ինձ ուժ է տալիս, մենակությունն էլ իրականում իմը չէ, որտեվ ես սովոր չեմ եղել իմ կյանքում մենակ լինել կամ մենակություն ապրել, այդ չեմ կարողացել միշտ համակերպվել այդ բանի հետ, երբ որ մարդիկ ասում են ես մենակությունից հաճույք եմ ստանում, որտեվ մարդը կարա 1-2 օր մենակ մնա, դրանից հետո իրականում չի կարա այդպիսի բան լինի։ Հա, կարող ես քո խոհերի հետ լինել մենակ, բայց ես պատկերացնում եմ, եթե ես պատերազմից հետո մենակ մնայի ու ինչ որ բան չնախաձեռնեի, ինչքան վատ կլիներ ինձ համար, ու ընդհանրապես մարդու համար տենց վատ, երբ որ ինքը պարփակվում է իր հույզերի, իր ապրումների մեջ, այդ մարդը ընդհանրապես կարա ուղղակի հոգեկան հիվանդ լինի կամ հոգեկան աշխարհը այնքան կարա խալխլվի, որ առաջնորդին հենց իրան է վնաս տա։ Երևանը ձգում է միայն եռաբլուրով, անկեղծ ասեմ, Երևանը ինձ չգիտեմ, Երևանը իրականում շատ լավ բան է Երևանը, ես սիրում եմ իմ Երևանը, իմ ծննդավայրն է, մեր մայրաքաղաքն է, մեր ամեն ինչն է ինքը, բայց ապրելու համար, եթե դու ուզում ես ապրես ու քո ափսեի մեջ լինես ու գտնում ես այդ ափսեն, ինչ կարևոր է Երևանը, ինքը կարա լինի որևէ գյուղական համայնք, որովհետև ինքը նույն Հայաստանն է,
Երևանն էլ է Հայաստան, Սյունիքն էլ է Հայաստան, Բնունիսը արդեն ինձ համար Եվրոպա է, ու այդպես չեմ պատկերացնում, որ մարդիկ ասում են հակված են միշտ Երևան, Երևան, Երևան։ Ամառ ձմեռ այստեղ ենք, սա իմ տունն է, այստեղ ես ապրում եմ, արդեն ապրիլին կլինի 4 տարի։ Ունենք չամուսնացած տղաներ, որոնք պետք է ամուսնանան ու թամբալություն են անում, չեն ամուսնանում։ Այնպես որ Բնունիսում կյանք կա, ես միշտ ասում եմ, որ այդ կյանքը ավելի պետք է լավանա ու ամեն գյուղացի ինքը պետք է դրա մեջ իր ներդրումը ունենա։ Եթե գյուղացին չուզենա իր գյուղը զարգանա, ինքը լավ ապրի, թող հազարատ Արսինեներ կան։ Այդ գյուղը չի զարգանա, այդ գյուղը չի լավ ապրի, կզարգանա, կապրի, բայց շատ ուշ ու շատ դանդաղ։